Բուժաշխատողի օրվան ընթരാճ Գավառի բժշկական կենտրոնում բացվում է նոր բայազետցի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ճարագայթային բժշկության համահիմնադիր Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը։ Այն համառոտ ներկայացնում է մեծ մասամբ հույժ գաղտնի պայմաններում աշխատած գիտնական բժշկի գործունեության ամենակարևոր դրվագները։ Նախաձեռնությունն իրականացվում է բուժհաստատության և Գեղարքունիքի մարզային գրադարանի գործակցության արդյունքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ավետիք Բուռնազյանը եղել է ռազմական բժիշկ և առողջապահության ոլորտում իրականացրել է մեծ առաքելություն, այդ իսկ պատճառով նպատակահարմար եղավ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը բացել հենց Գավառի բժշկական կենտրոնում, տեղեկատվական կլինի, դաստիարակչական և ուսուցանող։ Մենք մեր հոգու պարտն ենք համարել հաջորդ սերունդներին փոխանցելու մեր մեծերի, մեր ուսուցիչների, մեր վետերանների արած գործերը, որպես գիտնական բժշկի իր անցած ուղին, իր արած գործերը անքննարկելի են, անգին են, առանց խոսքի անքննադատելի են, որպես ռազմական բժիշկ, որպես բժշկության ոլորտի այդ ճառագայթային բժշկության հիմնադիր, նման երկրորդը ես չեմ ճանաչում դեռ։ Մեծ հայրենականի օրերին ռազմաճակատում երիտասարդ բժիշկը ներդնում է արյան փոխներարկման շարժական կայանների համակարգը և պենիցիլինի լայն կիրառումը։ Արդյունքում նվազում են արյան կորստից մահացության ցուցանիշները։ 1947 թվականին Խորհրդային Միությունում առաջին ատոմային ռումբերի փորձարկումից հետո ստեղծվում է Դաշնային կենսաբանական գործակալություն ինստիտուտ լաբորատորիան, որի ղեկավարումը ստանձնում է հույժ գաղտնի փաստաթղթերում ստրատեգիապես կարևոր անձ ծածկանունով ներկայացված Ավետիք Բուռնազյանը։ Նա առաջիններից էր, ով որոշեց ուսումնասիրել ատոմային էներգիայի ազդեցությունը մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա, ինչն էլ թույլ տվեց տվյալ ժամանակաշրջանում, երբ ատոմային էներգիան կիրառվում էր պատերազմական նպատակներով, պաշտպանել անմեղ բնակչությանը կողմնակի ազդեցություններից։ Հիմնեց գիտահետազոտական կենտրոններ, որոնք մինչ օրս զբաղվում են տվյալ ազդեցությունների ուսումնասիրությամբ։ Ճառագայթային անվտանգության համատեքստում Ավետիք Բուռնազյանը մշակում է Ոստոկ 1 տիեզերանավի ներսում օդի, սննդի և տիեզերական ճառագայթներից պաշտպանվելու համակարգեր։ Այս ոլորտում նրա գիտական առողջապահական մշակումները դեռ արդիական են։ Նրա մշակած պրոտոկոլները մենք մինչ այժմ օգտագործում ենք եւ բոլոր այն կենտրոնները, որոնք ունեն ճառագայթային ծանրաբեռնվածություն եւ ճառագայթային աղտոտման վտանգ, օգտվում են Ավետիք Բուռնազյանի ստեղծած պրոտոկոլների կմախքներով, նրանց որոշակի փոփոխելով եւ հարմարացնելով մեր իրականությանը։ Գիտնական բժիշկը շուրջ 40 գիտական աշխատությունների եւ զեկույցների հեղինակ է։ Նրա թողած ժառանգությունը հիմք դարձավ նաեւ հայրենիքում ճառագայթային բժշկության զարգացման համար։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։